Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հարցազրույցներից մեկում խոսել է հայ հանրության մոտեցման մասին մշակույթի նկատմամբ։ Star News-ը մի հատված է առանձնացրել ռեժիսորի խոսքից։ Ինչ ներդրում են անում հարուստ մարդիկ Հայաստանում։ Իմ 20 տարվա կարիերայի ընթացքում ոչ մի հարուստ մարդ ինձ ֆիլմի համար գումար չի տրամադրել, բայց ես խնդրել եմ, ձեզ հայտնի բոլոր հարուստներից ոչ մեկը չի աջակցել։ Ասում էին, եղբայր, 2 միլիոնով ավելի լավ է հյուրանոց կառուցեմ, քան քո ֆիլմին տրամադրեմ։ Այդպիսի ցածր մտածելակերպ ունեն։ Մանյունյա ֆիլմը 4 տարում Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան զբոսաշրջության կոմիտեն։ Մարդիկ պարզապես երազում են Հայաստանում լինել Մանյունյայից հետո։ Սա քաղաքականություն է։ Ղեկավարներին անհրաժեշտ է տգետ հասարակություն, որպեսզի հնարավոր լինի նրանց կառավարել։ Իսկ եթե մշակույթի մեջ ներդրում անեն, պտուղները այլ կլինի, որովհետև ինձ դուր չի գալիս այն միտքը, որ մենք որևէ մեկից կարող ենք 30 տարի հետ լինել։ Դեռ 2020 թվականին էլ խոսելով ֆիլմ արտադրության մասին ռեժիսորը նշել էր. Լիամետրաժ ֆիլմերի դեպքում իրավիճակն էլ ավելի է վատացել։ Հանդիսատեսը ինձ թվում է վերջնականապես առցանց հարթակներն է ընտրել։ Իհարկե միշտ կլինեն ավատարներ, որոնք կդրթեն հանդիսատեսին կինո գնալ, բայց դա հազվադեպ երևույթ է։ Աշխատող հանդիսատեսը բացարձակապես ժամանակ չունի, իսկ ավելի երիտասարդ հանդիսատեսին այլևս չի հետաքրքրում կինոթատրոնը որպես ժամանցի վայր։ Մեր խնդիրն է զվարճացնել հանդիսատեսին, մեր շուրջը ամեն ինչ շոու է, բայց կա տարբերություն շոուի, որը դուք ինքներդ եք անում, եւ շոուի, որի ժամանակ ձեզ ուղղակի որոշել են վիրավորել։ Պատմությունը, թե փառատոնային ռեժիսորները ռուսական կինոն ինչ-որ կերպ տեղափոխում են համաշխարհային շուկա, բացարձակ սուտ է։ Հեղինակային կինոն վերագրված պատմություն է, որը ստեղծվել է, որպեսզի որոշակի թվով մարդիկ գումար վաստակեն դրանից եւ նստելով Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններում իրենց էլիտա հռչակեն։ Սրանք դատարկ մարդիկ են ու դատարկ ֆիլմեր։ Իհարկե ոչ բոլորը եւ ոչ միշտ, բայց հաճախ հեղինակային կինոն տապալված ֆիլմ է, եւ ստեղծողները որոշել են այն անվանել հեղինակային, որպեսզի չամաչեն ձախողման համար։ Ընդհանրապես ես նման ֆիլմ չեմ նկարահանում եւ չեմ էլ պատրաստվում։ Ես չեմ խանգարում, որ հեղինակները փառատոներում հավաքվեն։ Ես սիրում եմ բացառապես հեռուստադիտողին ու դիտողի համար արվեստը, որում ես ուղեցույց եմ։ Կինոն ինձ համար իմ ամբողջ կյանքն է եւ այն ամենը, ինչ ինձ շրջապատում է։ Իմ գլխում ես յուրաքանչյուր գաղափարի հնարավորություն եմ տալիս, կինո եմ փնտրում ամեն ինչում եւ ես դարձա գործարար, քանի որ հաջող ֆիլմեր եմ նկարահանում։ Այս բաները փոխկապակցված են։ Դուք չեք կարող լինել հաջողակ եւ աղքատ։ Եթե այո, ուրեմն հաջողակ չեք։ Կինոն ինձ համար հիմքն է։ Որոշակի ժանրի մեջ պատմելու արվեստը հիմքն է եւ ես ուրախ եմ, որ դա անելու ունակությունն ինձ բերեց դեպի բիզնես, ով գալիս է կինո փող աշխատելու, դատարկաձեռն է հեռանում։ Այս տարվա մայիսի սկզբին Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ Քոչարի» ֆիլմը նվիրված հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին ցուցադրվեց նաեւ Հայաստանում։ Այն հիմնված է իրական դեպքերի իրադարձությունների վրա։ Այն պատմում է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած ընկերների մասին, որոնք արիաբար պայքարում են պաշտպանելով հայրենի տունն ու հողը։ Դաժան պատերազմում հերոսներին ուժ են տալիս ոչ միայն սերն ու նվիրվածությունը հայրենիքի, ընտանիքի հանդեպ, այլև երաժշտությունը։ Կինոնկարի պրոդյուսերներից Ղևոնդ Անդրեասյանը նշում էր. չեն ցանկացել նկարահանել կանխատեսելի ֆիլմ, քանի որ խորհրդային ժամանակաշրջանի բազմաթիվ պատերազմական ֆիլմեր կան։ Մտադրություն չեն ունեցել մրցակցել այդ կինոնկարների հետ, որովհետև յուրաքանչյուր ֆիլմ իր պատմությունը, դրաման ունի, իսկ խորհրդային ֆիլմերի հեղինակներից շատերը պատերազմի անմիջական մասնակից են եղել։ 2016 թվականին, երբ Սարիկի հետ եկանք Երևան, հանդիպեցինք պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի հետ։ Երկար մտածում էինք ֆիլմի մասին։ Սարիկն առաջարկեց անդրադառնալ հայրենական մեծ պատերազմին, քանի որ մեր 600,000 պապերը մարտնչել են եւ որքան էլ սարսափելի հնչի, նրանցից 300,000-ը չի վերադարձել։ Իմ երկու պապիկներն էլ պատերազմել են։ Նրանցից մեկն անհետ կորել է, իսկ մյուսը վերադարձել է 13 բեկորային վնասվածքով։ Ուզում եմ ասել, որ սա օտար թեմա չէ, չնայած խորհրդային միության փլուզմանը, երկրների անկախացմանը։ Պատերազմը հավանաբար ամենակարևոր, ամենահուզիչ եւ անհրաժեշտ թեմաներից է, որի մասին պետք է խոսել ընդհանուր հաղթանակի մասին, շեշտել էր Ղևոնդ Անդրեասյանը։
Թեմայի շուրջ մտորելիս ֆիլմի ստեղծագործական կազմը հիշել է այն պատմությունը, թե ինչպես են հայերը 1945 թվականին քոչարի պարել Բեռլինում Ռայխստագի առջև։ Եթե դիտեք այդ վավերագրական կադրերը, կտեսնեք, որ զինվորներից մեկը դուդուկ է նվագում, մյուսը զուռնա եւ այլն։ Հասկանում եք, որ այդ գործիքները հնարավոր չէր գտնել Բեռլինի երաժշտական խանութներում։ Նշանակում է հայերը Հայաստանից գործիքները հասցրել են Բեռլին, այնինչ պատերազմական շրջանում դա արգելված էր։ Մենք սկսեցինք զարգացնել այդ պատմությունն ու եկանք այն որոշման, որ ֆիլմը պետք է լինի երաժիշտների մասին, որոնք կարծում էին, թե շատ շուտ են տուն վերադառնալու եւ իրենց հետ տարել էին իրենց գործիքները, մանրամասնել էր պրոդյուսերը։ Նրա խոսքով այս ֆիլմով եւս մեկ անգամ հիշեցրել են իրենց պապերի հերոսության մասին, հարգել նրանց հիշատակը։ Վատը մոռացվում է, իսկ հաղթանակների հերոսությունների մասին պետք է միշտ խոսել, որ մեր երեխաներն իմանան պատմությունը։ Ղևոնդ Սարիկ եւ Արտաշես Անդրեասյանները եղբայրներ են, գործունեություն են ծավալում Ռուսաստանում եւ աշխատում են միասին։ Ավելի քան 100 ֆիլմ են նկարահանել եւ ցանկանում են 5 տարին մեկ մի ֆիլմ ստեղծել, կապված հայրենիքի Հայաստանի հետ։ Տարիներ առաջ նկարահանեցին երկրաշարժ «Գուդբայ Ամերիկա» ֆիլմերը։ Նման կինոնկարներ ստեղծելիս շահ չեն հետապնդում, մտածում են, թե որքան գումար կարող են հատկացնել, չվախենալով կորցնել։ Ոչ ոք չի կարող ասել, որ ֆիլմ է նկարահանել պատերազմի մասին եւ գումար է վաստակել։ Դա միայն արվում է հանուն հիշողության, հարգանքի։ 5 տարի հետո եւս մի ֆիլմ կստեղծենք, դա մեր առաքելությունն է, եթե չանենք, կստացվի, որ զուր ենք ընտրել այս մասնագիտությունը։ Ուրախացնելը, ժամանց ապահովելը մի բան է, կարևոր հետք թողնելը այլ։ Առանց մեկը մյուսի հնարավոր չէ, քանի որ պետք է գումար վաստակել լավ ֆիլմի համար, ինչը մեր մասնագիտության կարևոր մասն է եւ ես հույս ունեմ, որ կշարունակենք այդպես աշխատել։ Եղբայրներն ամեն տարի ընտանիքների հետ այցելում են Հայաստան, սակայն Սարիկ Անդրեասյանն այս անգամ չէր միացել նրանց, քանի որ սպասում է իր 4-րդ երեխայի ծնվելուն։ Ֆիլմը նկարահանվել է մի քանի տարվա ընթացքում, նկարահանումների մեծ մասն իրականացվել է Ռուսաստանում, հետո Հայաստանում։ Հայաստանի դերասանների ընտրությունը կատարել են Ռուբեն Ջաղինյանի աջակցությամբ։ Կինոնկարում նկարահանվել են Դավիթ Մխիթարյանը, Դավիթ Կոտով Հովանիսյանը, Սերգեյ Մելքոնյանը, Պավել Պրիլուչնին, Աննա Եղոյանը, Մարջան Ավետիսյանը, Միքայել Ջանիբեկյանը, Զեփյուր Բրուտյանը եւ ուրիշներ։ Հայերը մեծ ներդրում են ունեցել հայրենական մեծ պատերազմում, հաղթանակի հասնելու գործում։ Ի դեպ, պապիկս տանկիստ է եղել եւ այս ֆիլմում հայերն արժանապատվորեն են ներկայացված։ Ինձ եւ իմ հերոսին Արտաշին միավորում էր խառնվածքը, նա բարի աուրա ունի։ Նույնն էլ իմ մասին են հաճախ ասում։ Իհարկե բավական բարդ էր սեփական ձայնը լսել էկրանից, բայց կարծում եմ ստացվել է, նշել էր Տարոն Իսպիրյանը, ով կատարել էր ֆիլմի հնչյունավորումներից մեկը։ Կինոնկարի սցենարիստներն են Ալեքսեյ Գրավիցկին, Սերգեյ Վոլկովը, օպերատորը Անատոլի Սիմչենկոն է։ Կոմպոզիտորներն են Արտաշես Անդրեասյանը, Մանուկ Ղազարյանը, Էդգար Հակոբյանը, մոնտաժը Գեորգի Իսահակյանի, պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Ռուբեն Ջաղինյանը։